Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, ինչպիսին պիտի լինեն հարուցյալ մարմինները։ Գիտեք սիրելիներս, Պողոս Արաքյալը Կորինթացին գրված իր առաջին նամակում շատ գեղեցիկ նկարագրություն է, որտեղ ասվում է. մարմինը հող է դրվում եղծանելի եւ հարություն առնում անեղծ, հող է դրվում անարգ, հարություն առնում փառավոր, հող է դրվում տկար, հարություն առնում զորավոր, հող է դրվում իբրև շնչավոր մարմին եւ հարություն առնում իբրև հոգեվոր մարմին։ Ուրեմն Արաքյալը հարուցյալ մարմինների մասին 4 կարևոր բնութագրում տվեց, այսինքն այդ մարմինները պիտի լինեն փառավոր, զորավոր, անեղծ եւ հոգեվոր։ Ինչ ասել է անեղծ մարմին։ Եղծանելի բառն է գործածվում մեր մարմնավոր այս ժամանակավոր մարմինների համար։ Եղծանելի նշանակում է, որ իր մեջ պարունակում է քայքայում, փթթում, ապականություն եւ մահ։ Մեր այս մարմինները ժամանակի ընթացքում եւ ժամանակի հետ պիտի քայքայվեն, ապականվեն եւ վերջապես երբ որ մահանանք, պիտի դնեն հողի մեջ, որ պիտի քայքայ անհետանա։ Բայց երբ որ հարություն առնենք, մեր մարմինները պետք է լինեն անեղծ, այսինքն անմահ եւ հավիտենական։ Ուրեմն այս շնչավորի փոխարեն, այս մարմնավորի փոխարեն մենք ստանում ենք հավիտենական եւ անմահ մարմին։ Երկրորդ, մեր մարմինները պիտի լինեն փառավոր։ Այսօր մեր մարմինները փառավոր չեն սիրել, ինչու, որովհետեւ մեղքի պատճառով այն կորցրել փառքն ու գեղեցկությունը։ Որտեղ կա մեղք, այնտեղ չի կարող լինել գեղեցկություն։ Որտեղ կա մեղք, այնտեղ կա նկարագրի թերացում, պակասում եւ ոչնչացում։ Երբ որ հարություն առնենք, մեր մարմինը պիտի դառնա փառավոր, այսինքն իր անմահությանը պիտի վերականգնի նաեւ իր գեղեցկությունը եւ Քրիստոսի մարմնի պես լուսավոր եւ լուսափայլ մարմին պիտի ունենա եւ անկողոպտելի զարդերով զարդարված պիտի լինի։ Երրորդ, մեր մարմինը պիտի լինեն զորավոր։ Մեր այս մարմինները այսօր շատ տկար են, դիմացկու չեն, թույլ են, ամեն տեսակ հիվանդություններին իրենց վրա են վերցնում եւ տկարանում են։ Բայց երբ որ հարություն առնենք, մենք դիմացկուն պիտի դառնանք, զորավոր պիտի լինենք եւ այլևս մեղքը չի կարող գալ ներգործել այս մարմինների վրա եւ այս մարմինները տկարացնի ու թուլացնի։ Եվ այս մարմինները պիտի դառնան այնքան զորավոր, որ մեղքի ապականությունից պիտի դուրս անեն։ Քանի որ մենք ժամանակի հետ եւ ժամանակի մեջ կամած թուլանում ու տկարանում ենք, կորցնում ենք մեր գեղեցկությունը, ապա հարությունից հետո ժամանակ այլևս ոչ մի իշխանություն չունելու մեզ վրա։ Եվ վերջապես մեր մարմինները պիտի լինեն հոգեվոր մարմին։ Մեր այսօրվա մարմինները շնչավոր են, այսինքն ապրում են շնչով, բայց երբ որ հարություն առնենք, այն պիտի ապրի հոգով եւ հոգեպես պիտի զորանա ամեն օր։ Եվ ինչպես Հիսուս ինքն է ասում, մեր մարմինները պիտի լինեն հրեշտակների նման։ Հրեշտակների մարմինները, ասենք հոգեվոր մարմինը, դրանք շնչով չեն ապրում։ Եվ երբ որ հոգեվոր մարմինը ստանում, քո մարմինը վեր է կանգնում այս նյութական աշխարհից եւ նյութական աշխարհի սահմանափակումները չեն ազդում հոգեվոր մարմինը։ Դրա համար նրան վերագրում այնպիսի զորություններ, որ կարող է փակ դռների միջով անցնել, պատի միջով անցնել, ինչպես որ Հիսուս հարությունից հետո փակ դռների ետևից ներս մտավ եւ ասաց իր առաքյալներին՝ խաղաղություն ձեզ։ Ուրեմն փառավոր, զորավոր, անեղծ եւ հոգեվոր մարմին ունենալով մեկտեղ մենք մեկ բան ենք հասկանում՝ պիտի լինենք անմահ եւ հավիտենական եւ Քրիստոսի հետ պիտի նույնանանք եւ հավիտենական կյանքի մեջ պիտի փառավորվենք Աստծո ներկայության մեջ։